Այսօր ուզում մի քիչ այլ տարբերակով նայել։ Տեսնենք ինչ կարծեն կարտերը։ Մի քիչ ուրիշ ֆորմատով եմ ուզում նայել այսօր։ Տեսնենք այսօրվա պատմությունը կոնկրետ ում է վերաբերվում, ում մասին է, ես բաժանում եմ կարտերը բոլորը 4 հավասար խմբերի և փորձենք գտնել կնոջը և տեսնենք ինչ կասի այդ կնոջ մասին այսօրվա պատմությունը։ Շատ լավ, տեսնենք որտեղ է կինը։ Այստեղ չի։ Այստեղ էլ չի։ Այստեղ է, գտանք մեր կնոջը։ Հիմա տեսնենք, թե ինչ կասեն կարտերը իր մասին։ Ով է այսօր այստեղ մեզ հյուր։ Շատ հետաքրքիր է։ Հենց առաջի կարտ անկավ կնոջ նկարը, կնոջ կարտը։ Հենց առաջին, ընդհանրապես հենց առաջինը շատ քիչ էր եղել, որ ընկնի։ Սա ինչ է նշանակում, ես ինչու այսպես արեցի այս խմբով, ուզում էի տեսնել աղջկանից առաջ ինչ է ընկնում, այսինքն ինչ է եղել իր անցյալում, և որ կողմ որ նա նայում է, դա իր ապագան է, այսինքն ինչ է եղել և ինչ է լինելու։ Բայց քանի որ առաջինը ընկավ հենց իր կարտը, և ես ոչինչ չեմ տեսնում, թե ինչ է եղել, չեմ կարող ասել, թե մեր աղջիկը կամ կինիս երիտասարդ ինչպես է եկել հասել այստեղ, ինչ է կատարվել իր հետ։ Դա մյուս կողմից կարող է նաև նշանակել, որ ինքը չի նայում ետ։ Միգուցե շատ բան չի եղել իր կյանքում, նայում է միայն առաջ, կամ ինչ որ եղել է, ինքը բոլոր դռները փակել է և հիմա գնում է առաջ։ Առաջին կարտը տեսնում եմ բանալի, երկրորդը տեսնում եմ աստղեր։ Այսինքն միգուցե եւ աղջիկը փնտրտուքների մեջ է։ Այսինքն նորից եմ ասում, որովհետեւ անցյալ չեմ տեսնում կամ անցյալը կարևոր չէ, կամ ինքը ետ չի նայում, շատ այսօրվա օրով ապրող կին է, երիտասարդ, որը իրականում միգուցե եւ փնտրում է իր երազանքների բանալին, դեպի երազանքներ տանող ճանապարհը, ելք է փնտրում։ Այո, կարող եմ ասել, որ ըստ երևույթին ինքը դեռ փնտրտուքների մեջ է, ոչ մի առավել, այսպես ասեմ, ոչ մի կարևոր բան իր կյանքում դեռ չի եղել։ Հաջորդը տեսնում եմ այստեղ ինչ որ բան է կորցրել։ Չեմ կարող ասել ինչ է կորցրել, բայց դրանից հետո տեսնում եմ լուսին։ Լուսինը տխրություն է։ Տեսնում եք աղջիկներ, այնքան էլ չի ասի, որ ինքը շատ ուրախ է, ավելի մտածբաղ է, ավելի ասես մտածում է, կյանքի մասին է մտածում, ապագայի մասին է մտածում, կորուստ է եղել կամ ինչ-որ մի բան պետք է թողնել և ինքը մտածում է, ինքը գիտի, որ ինչ-որ մի բան պետք է թողնի, ինչ-որ մի բան պետք է թողնել կամ ինչ-որ մի բան պետք է զոհաբերել, այդպես էլ կարող է լինել, երբ նոր ճանապարհ ես գնում, մեկ պետք է ինչ-որ մի բան թողնես գնա, որ նոր ճանապարհ բացվի, այդպես էլ կարող է լինել։ Բայց կասկածներ կան, գիտեք, ինձ թվում է ամեն դեպքում սա ինչ-որ անձնական հարցերին է վերաբերվում, լուսնից հետո լուսինը տխրություն է, տխուր մտածում ես, մելամաղձոտ, երազում ես, ցանկություններ կան, բայց կասկածներ կան, թերահավատ ես, սա վերաբերում է ապագայի նկատմամբ ոչ մեկ էլ չի կարող երբեք 100% վստահություն ունենալ, նորմալ են կասկածները, ինչ-որ անձնական հարցերի մասին է, անձնականի մասին է խոսքը, ու եթե ես, քանի որ ես անցյալ չեմ տեսնում, եթե ենթադրում եմ աղջկա կյանքում դեռ չի եղել, բավականին երիտասարդ երևի աղջիկ կամ կին է, որի կյանքում դեռ երևի սեր չի եղել, ինքը
սեր է փնտրում, իրականում ճանապարհ ելք է փնտրում, որպեսզի գնա եւ գտնի իր սերը, կազմի ընտանիք եւ կարողանա դասավորել իր կյանքը, այո։ Նորություն է ուզում իր կյանքում, դե շատ նորմալ բնական ցանկություններ երազանք աղջիկը համար, փոփոխություն է ուզում է հեռանալ, ուզում է տնից դուրս գալ, ուզում է գնալ աշխարհ տեսնել, նոր մարդկանց ճանաչել, շատ հետաքրքիր է, աղջիկ, որը երևի թե նոր հետաքրքրություններ է փնտրում կյանքում, այս կարտերով նայեմ, թե նորից նույն կարտերով նայեմ, լավ, նույներով փորձեմ շարունակել, տեսնել, լավ, այս նայում է դեպի ապագան, առաջում կարծում եմ սա ուղղակի ինչ է ինքը մտածում, ինքը ինչ է ուզում, դե ոչ մեկ չի կարող ասել ապագամ սա է սպասվում, բայց այս կարծում եմ այս ամենը ինքը մտածում է, ինքը ուզում է, տեսնենք իրականում ինչ է իրեն սպասվում։ Ես նորից եմ կրկնում, ապագա որ նկատի ունեմ, սա առաջիկայում մի քանի շաբաթվա պատմություն։ Աղջկա երազանքները կարող են շատ հեռուն գնալ, ընդ որում, աղջկա երազանքներին ոչ մեկ ժամկետ դնել չի կարող, բայց կարտերը շատ հեռուն ցույց չեն տալիս։ Նույնիսկ եթե այսօր ցույց տա, որ նոր ինչ որ նորություն առայժմ չի սպասվում, դա նշանակում է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում 2-3 շատ մեծ փոփոխություն չկա։ 2 շաբաթ հետո, 3 շաբաթ հետո կարող է բոլորովին այլ բան ցույց տալ եւ կարտը եւ կյանքը կարող է այնպեսի արագությամբ սկսել շարժվել, դες տանել ձեր ցանկացած ուղղություն, որ բոլորս էլ զարմանանք, անկախատեսելի է, կարտը չի կարող շատ երկարակ ժամանակահատված ցույց տալ, կարտը մնաց մեջտեղում, տեսնեմ ինչ է ասում։ Ինչ որ ինֆորմացիա եք սպասում, բավականին երկար ժամանակ էլ սպասում եք, այսինքն այս ձեր բոլոր ցանկությունները երևի թե կապված են եւ կախված են այս ինֆորմացիայից, նամակից, լուրից, չգիտեմ, ինչ որ մեկը ինչ որ մի բան պետք է ձեզ ասի, որպեսզի հասկանաք, թե ուր եք գնում։ Շատ լուրջ ճանապարհի առաջ եք կանգնած, շատ լուրջ խնդիրների առաջ եք կանգնած, այսինքն լուրջ հարցեր է, շատ ճակատագրական ինչ որ հարց է ձեզ համար։ Հա, բարդ հարց է, շատ հեշտ չէ։ Դժվար ճանապարհ է, բավական։ Դժվար որոշում է, ձեզ համար որոշումներ է, ես խաչ եմ տեսնում, ամեն ինչ չի հալած յուղի պես չի լինելու եւ երբ կլինի ինֆորմացիան, երբ լուրը կլսեք եւ կհասկանաք, որ խնդիրներ կան, դուք պիտի կարողանաք որոշ խնդիրներ, խոչընդոտներ հաղթահարեք, որոշ խնդիրներ, նորից միևնույն է, ելի չի պարզվելու հարցը, դուք նորից կանգնելու եք ընտրության առաջ։ Հա, դուք երբ որ ինֆորմացիան կիմանաք եւ կհասկանաք, թե ինչ խնդիրներ են լինելու, այն ժամանակ իրականում ոչինչ չի պարզվելու, հակառակը։ Կհասկանաք, որ դուք ընտրություն պիտի կատարեք։ Եվ ընտրությունը մենակ չեք կարողանալու կատարել, ձեզ պետք կլինի ինչ-որ մեկը, որը կկարողանա ձեզ օգնել այդ որոշումը կայացնելու հարցում։ Այո, թվում է, թե ինֆորմացիան իմանում ես ամեն ինչ պիտի պարզվի, բայց իրականում ոչ, չի պարզվելու։ Մեկ այլ ընտրության առաջ եք կանգնելու։ Ճանապարհ ձեզ իրականում լավ տեղ է տանում։ Դուք ինֆորմացիան կլսեք եւ շատ արագ էլ կլսեք։ Շատ արագ էլ կլսեք։ Այո, չի ուշանա, շատ երկար եք սպասել, ինձ թվում է, բայց կգա եւ նպատակներն իրականում շատ հեռուն եւ շատ լավ տեղ են տանում։ Դուք լավ նպատակներ ունեք, բավականին պիտի զրուցեք, բավականին պիտի շփվեք մարդկանց հետ, այսպես ասեմ։ Նորից եմ կրկնում, մատանին կա, այսինքն դուք մենակ չեք կարող այդ որոշումը կայացնել կամ հարցը լուծել, բայց ինֆորմացիան կգա եւ շատ ավելի շատ ինֆորմացիա էլ կգա։ Դուք ուղղակի պետք է հիմնովին փոխեք ձեր մոտեցումը։ Այսինքն, այսպես ասեմ, ինչ որ մտածում եք, ինչպես որ պլանավորում եք, ինչ որ կարծում եք, ինչպես պիտի այս բոլորը լինի, այդպես չի լինելու, որովհետև հիշում եք, ասեցի ձեզ կանգնած եք լինելու ընտրության առաջ, այսինքն այո, շատ բան, ինչքան իմանաք ինֆորմացիա այս հարցի ձեր նպատակներին հասնելու, ձեր ընտրած ճանապարհի հետ կապված, այնքան ավելի բարդանալու իրավիճակը, դուք նոր ընտրության առաջ եք կանգնելու եւ ավելի շատ ինֆորմացիա կգա, այսինքն դե ինչքան փնտրում եք ինֆորմացիա, ինչքան հետաքրքրվում եք, այնքան ավելի շատ բան կիմանաք։
ավելի շատ կբարթանա, ավելի շատ, այսինքն այդ ձեր ընտրած ճանապարհը ավելի հեռանում է ձեզնից։ Եկեք այլ կարտերի օգնությանն էլ դիմենք, այս կարտերը արդեն շատ բան ասեցին, բայց ես էլի վերջում չեմ տեսնում, դուք վերջը կուզենաք գնալ այդ ճանապարհով, չէ՞։ Գիտեք, այսպես է կյանքում, երբ կանգնած ես ընտրության առջև եւ մտածում ես, ուզում ես, ցանկանում ես, որոշում ես, հետո կարող է այնպես ստացել, որ երբ որ դու ինֆորմացիան ստացար, հետաքրքրվեցիր, հասկացար, որ չէ, այս ճանապարհը քեզ համար չէ։ Չի նշանակում ձեր նպատակները, երազանքները պետք է մոռանաք, թողնեք անցյալում, չէ, չեմ ուզում, չեմ գնա, չի լինելու, այլ ուղղակի ճանապարհը ճիշտ չէր ընտրված։ Դի փորձեք մեկ այլ։ Ես կողմնակից եմ, որ ձեր երազանքները չթողնեք, չմոռանաք, այլ պարզապես եթե այս ճանապարհը չի տանում ձեր երազանքների ուղղությամբ, ուրեմն այլ ճանապարհը պետք է ընտրել։ Բայց երբեք չի կարելի հանձնվել, եթե հիմա շատ եք ցանկանում, անպայման արեք։ Պարզապես այս անգամ այս տարբերակով առաջիկա, հա, մոտակա ապագայում չեմ տեսնում։ Ասում եմ լինում է այդպես։ Տեսեք նավակը էլի ճանապարհ է։ Դուք ինչ որ ճանապարհ եք ուզում գնալ, ուզում եք ընտանիք կազմել, սա էլ տղամարդ է։ Աղջկա կյանքում առանձնապես ոչինչ չի եղել եւ ինչ ճանապարհ, ինչ էլ որ գնաք, ավելի միգուցե աղջիկ ուղղակի մտածում է ընտանիք կազմելու մասին։ Ուզում է իր անձնական կյանքը դասավորել եւ զրուցում է, խոսում են, հետաքրքրվում են, զրուցել, խոսելը ինչպես կարող է լինել, ես չեմ կարող ասել։ Խորհուրդ են տալիս, ուղղություն են ցույց տալիս, միգուցե ճանապարհ են ցույց տալիս, չէ՞։ Կանայք, մեծ կանայք սիրում են երիտասարդներին սովորեցնել։ Բայց ելի եմ ասում, ինչքան շատ լսում եք, շատ բաներ լսում եք, խոսում եք, այնքան շատ ավելի լաբիրինթոսի մեջ եք հայտնվում։ Շատ տրանսֆորմացիան նշանակում է, որ ձեր մոտեցումը պետք է փոխեք, տեսեք, ելի եմ ասում։ Սիրտ է, այսինքն ձեր ճանապարհը դեպի ձեր անձնական կյանք, դեպի սեր, դեպի ձեր երջանկություն, եթե շատ մարդկանց եք, մեկ-մեկ կան, չէ՞, դեպի աղջիկներ, որ բոլորի հետ խոսում են, բոլորի խորհուրդներն էլ ուզում են լսել։ Այդպես իրականում չի լինում։ Տարբեր մարդիկ տարբեր կյանքի փորձ ունեն եւ տարբեր խորհուրդներ են տալու։ Դուք ինչքան շատ մարդկանց լսեք, այնքան ավելի շատ եք խճճվելու։ Լաբիրինթոսից դուրս գալն այնքան էլ հեշտ բան չէ։ Իսկ դրանից փոփոխությունը, տրանսֆորմացիան, այսինքն պիտի փոխեք ձեր մոտեցումը։ Նորովի ինչ որ։ Միգուցե ինքներդ փորձեք մտածել, ինքներդ փորձեք փորձեր արեք, չեմ կարող ասել կոնկրետ ինչ փորձեք։ Դժվար է այդպես խորհուրդ տալ անձնական հարցերով, այսպես բոլորին վերաբերվող, հա, ես անհատական այդ կարող ես մարդուն ասել։ Ես խորհուրդ կտամ մի հոգու հետ զրուցեք, մեկը որ կյանքում մի լավ բանի է հասել։ Եթե դուք ունեք տատ, մորաքույր, հորաքույր, չգիտեմ, լսեք կամ ընկերուհի, լսեք այն մեկին, որը երջանիկ է անձնական կյանքում։ Որ ինքը երջանիկ չի, իր կյանքը չի ստացվել, պարտադիր չի, որ իր մեղքով չի ստացվել, չգիտեմ, սրանց 40 տարի առաջ ամուսնացել են, ժամանակներ այլ էին, հիմա բոլորովին այլ են, փորձեք խոսել մեկի հետ, միայն մեկի հետ, որը ձեզ խորհուրդ կտա, բայց որ իր կյանքում ինչ-որ մի բանի հասել է։ Կողմնացույց, այո, եթե նայում եք մեր ընդհանուր պատմության, ուր գնացինք, մեր աղջիկներ էր գնում, կողմնացույցը ուղղությունը։ Այսօրվա դրությամբ ես չեմ տեսնում դուք ինչ որտեղ հասնում եք, որտեղ ինձ թվում է լաբիրինթոսի մեջ եք, դուք ճիշտ ուղղություն չեք ընտրել։ Պետք է փոխեք ձեր ուղղությունը։ Այո, պետք է փոխեք ձեր ուղղությունը։ Մյուս կողմից ինչ եմ տեսնում, հետաքրքիր է շատ։ Ուղղությունը պետք է փոխել, առաջինը, երկրորդը մի քիչ ավելի թեթև պետք է նայեք։ Այսա տեսեք խաղի կարտն է, որ ընդհանրապես ասում են խաղ, իսկ կյանքը մի քիչ էլ խաղ է, այո, մի քիչ ավելի պետք է թեթև նայել, մանրակրկիտ նայել, մանրակրկիտ, ավելի շատ, այսպես ասեմ, ինքներդ միգուցե ձեզ ավելի շատ պետք է ճանաչեք։ Այդտեղ կա կին եւ տղամարդ, այսինքն կին տղամարդ հարաբերությունների մասին միգուցե մի քիչ ավելի պետք է ձեզ ինֆորմացիա, դրա համար էի ասում, փորձված մեկի, որը ավելի կյանքի փորձ ունի եւ որը կյանքում երջանկության հասել է։ Եթե լավ ընտանիք է կազմել, եթե մեկը երկու անգամ ամուսնալուծված է, հիմա էլ ամուսնալուծված է, նա դժվար թե կարողանա ձեզ ընտանեկան ճիշտ խորհուրդներ տալ, ճիշտ է։ Ամուսնալուծվել է, բայց երկրորդ անգամ ամուսնացել է երջանիկ, նա կարող է ձեզ խորհուրդ տալ, որտեղ մարդը կյանքի փորձ ունի։ Մի քիչ էլ երևի ինձ թվում է, մի քիչ էլ պետք է այո, թեթև նայել։ Ամեն դեպքում ինչպես ասում են, կյանքը խաղ է, այո, կյանքը խաղ է։
պետք է կյանքի եւ մարդկային հարաբերություններից մի քիչ սովորեք, մի քիչ դրա համար փորձ է պետք։ Ես հիմա շատ բաներ եմ մտածում, բայց չեմ կարող ասել, որտեվ կարող է ճիշտ չհասկացվի։ Ինձ թվում է աղջիկը մեր, որովհետև անցյալ չուներ, ինքը ուղղակի գաղափար չունի կին տղամարդ հարաբերություններից։ Դա փորձի հետ է գալիս, բայց նաև մեկ ուրիշի կենսափորձից էլ կարող է ձեզ գալ հասնել։ Տեսեք, էլի տեսնում եմ ինֆորմացիա։ Դժվար է ասել ինֆորմացիա հարաբերություններից ում հետ զրուցել, դե որպես կանոն մեր ժամանակներում էլ ինչպես է լինում, ընկերուհիներով զրուցում էինք, հատկապես չամուսնացած աղջիկներ ամուսնացած ընկերուհիների հետ, դե մեկից լավ բան է սովորում, մեկից ոչ այնքան լավ բան։ Ժամանակի հարց է ամեն դեպքում։ Բայց ես տեսնում եմ, որ մեր աղջիկը հակառակը լաբիրինթոսում է, մի տեսակ չի կողմնորոշվում, չի հասկանում ուր գնա, որտեվ անցյալում փորձ չունի եւ ինքը իր կենսափորձը կյանքում չունի, ես այսօրվա դրությամբ չեմ էլ տեսնում, որ ինքը ինչ որ երազում է, ինքը երազում է, ցանկություններ ունի, բայց չէ, առայժմ առաջիկա ապագայում, հա, վերջնորից եմ ասում, մի քանի շաբաթվա ընթացքում համենայն դեպս չեմ տեսնում մեր աղջիկը երազանքներին հասնի, նորից եմ կրկնում, ես ունեցել եմ այդպիսի ընկերուհի, ում հետ պատահի կնստեր կզրուցեր իր անձնականի մասին, անգամ իր վարսահարդարի հետ։ Սխալ է այդպես, խոսեք, զրուցեք մեկի հետ, փորձեք մեկից խորհուրդ հարցնել, մեկից սովորել, որը իր կյանքի փորձը ունի, որը կյանքում որտեղ է ուր է հասել։ Կինը երջանիկ է, լավ ընտանիք ունի, հա, ինքը երջանկության հասել է, կարողանա ձեզ ճիշտ խորհուրդ տալ։ Նա որ ինքը երջանիկ չէ, ձեզ որտեղ ինչ խորհուրդ պիտի կարողանա տա, ինչպես պիտի կարողանա օգնել։ Ես հաջողություն եմ ցանկանում։